Կորագիր նյուզը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։ Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող իրեն հանրապետության լավագույն իրավաբանը համարող Անահիտ Մանասյանի և վերջինիս հետ համատեղ բնակվող Լիանա Մանասյանի 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Հիշեցնենք, Անահիտ Մանասյանը ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է 23 թվականի ապրիլից, նախքան դա 2022 թվականի նոյեմբերից նա զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Նախ որպես անշարժ գույք Մանասյանը հայտարարագրել է երկու բնակարան Երևան քաղաքում, որոնցից մեկը միանձնյա, մյուսը համատեղ սեփականությամբ։ Առաջին բնակարանը նա ձեռք է բերել 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, երկրորդը 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, տարեվերջին երկու բնակարանն էլ պահպանվել է։ Արդեն որպես շարժական գույք Մանասյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Ford Mach-Nishի ավտոմեքենա, որը գնել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին, տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։ Վերջինս առևտրային բանկերում ունեցել է ավանդներ տարեսկզբին 10 միլիոն 100 հազար դրամ, 9700 դոլար և 9258,58 եվրո, տարեվերջին արդեն 10 միլիոն 967,304 դրամ, 9700 դոլար և 9451,58 եվրո։ Անահիտ Մանասյանի բանկային հաշիվները տարեսկզբին եղել է 37 միլիոն 890 հազար դրամ, 16854 եվրո և 196,67 դոլար, տարեվերջին արդեն 50 միլիոն 235 հազար 360 դրամ, 23909 եվրո և 652 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 100 հազար դրամ, 6480 դոլար, 4330 եվրո, տարեվերջին արդեն 100 հազար դրամ, 6680 դոլար և 3427 եվրո։ 2024 թվականի հաշվետու տարում Անահիտ Մանասյանի եկամուտները կազմել են 19 միլիոն 470 հազար դրամ, որից 16 միլիոն 820 հազար 148 դրամը ՄԻՊ աշխատակազմից, 1 միլիոն 543 հազար 503 դրամը ԵՊՀ-ից ստացած նրա աշխատավարձն է, 865 հազար 715 դրամը և 324 դոլարը Հայ բիզնես բանկից, 81 հազար 668 դրամն էլ ԱԳԲԱ բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը։ 33178 դրամն էլ կանանց իրավունքի տուն ՀԿ-ից ստացած նրա եկամուտն է։ Անահիտ Մանասյանի հետ համատեղ բնակվող անձը Լիանա Մանասյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարան Երևանում, որոնցից առաջինը գնել է 2007 թվականի հունիսի 11-ին, իսկ մյուսը ձեռք է բերել 1995 թվականի սեպտեմբերի 7-ին։ Այս բնակարանին տիրապետում էր նաև Անահիտ Մանասյանը, տարեվերջում այս բնակարանները ևս պահպանվել են։ Շարժական գույք ավտոմեքենա Լիանա Մանասյանը չի հայտարարագրել, վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 31451 դրամ և 3000 դոլար, տարեվերջին արդեն 76262 դրամ և 1500 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 0, տարեվերջին արդեն 50 հազար դրամ։ 2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 միլիոն 106 հազար դրամ, որը նա նվիրատվություն է ստացել Արտյոմ Մանասյանից։ Այս և այլ մանրամասներին տեղեկանալու համար մնացեք Կորագիր նյուզի հետ։